Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 31։ Նրա վերքերով մենք բժշկվեցինք, Եսայա 53:5։ Պիղատոսը կարգադրել էր Հիսուսին տանել զինվորների մոտ, որպեսզի ծեծեին։ Հռոմեական մտրակը տանջանքների հրեշավոր գործիք էր, պատրաստված եզան պլեջից, ամուր հանգույցներով և դրանց մեջ շարված ոսկրի սուր կտորներով։ Ամեն անգամ հարված հասցնելուց մարմնի մեջ մխրճվող ոսկորի կտորներից առաջանում են պատռված վերքեր։ Մտրակվողին ըստ երևույթին կապում էին սյունին։ Քրիստոսին նախկինում ևս տանջել էին, բայց հենց այդ ծեծը դարձավ ամենադաժանը։ Թանկագին հոգի, այստեղ կանգ առ և ողբա նրա դժբախտ տանջահար մարմնի վրա։ Իմ հավատացյալ ընկեր, միթե կարելի է նրան նայել առանց արցունքների, քո առջև տեսնելով տանջվող սիրո կերպարը։ Հոսողարյան ներքո նա հիասքանչ է, ինչպես ալվարդը, ինչպես կարմին կակաչները դաշտում, զգալով նրա վերքերի շնորհիվ մեր մեջ տեղի ունեցած բժշկությունը։ Մեր սրտերը հալչում են սիրուց ու վշտից։ Մենք պարզորոշ կերպով զգում ենք, թե ինչպես է այդ սերն այժմ բոցավառվում ամեն ներված հոգում։ Արցունքներն են հոսում աչքերիցս լուռ, երբ ցավով լի հանցանքն եմ հիշում այն։ Կարեկցանքով լի նրա աչքերը մտաբերում ու մեղավորների համար էր տանջվում։ Ինչպես էր աղոթում նա տանջվելով, նրանց համար, ովքեր ծեծում էին իրեն։ Ինչպես էր չարչարվում նա անխոս, իր վերջի տանջանքներն կրելով։ Ավաղ մեզ կանչում են օրվա անդադար հոգսերը, սակայն եկեք աղոթենք, որ մեր չարչարվող Փրկչի կերպարը դրոշմվի մեր սրտերում մինչև երեկո, երբ կգանք նրա հետ հաղորդակցվելու զղջալով, որ մեր գործած մեղսագործությունները նրա համար այնքան թանկ են արժեցել։